Հարազատ պատշգամբում սիրելի ծաղիկներն էլի պատմում են Շիրակի մշակույթով ապրած կնոջ մասին։ Այս հարազատ փողոցի փոքրիկ անկյունը ամենանցնող դարձողի հիշեցնում է։ Իրենց համակարգածին է եղել մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած Կիրակոսյանը։ Աշունը խելացի է բոլոր եղանակներից։ Ինձ այդպես է թվում։ Իր բնութագրած խոհեմ աշնան հենց այսօրը հոկտեմբերի 27-ին է ծնվել Հասմիկ Կիրակոսյանը։ Վերջինս կդառնար 83 տարեկան։ Մարդիկ կան, որ իրենց ապրած տարիներով այս փոքր երկրի սահմաններում մեծ արժեք տվեցին քաղաքին։ Այդ մարդկանց շարքում Հասմիկ Կիրակոսյանը հասցրեց ունենալ իր ուրույն տեղն ու նախ եւ առաջ ապացուցել, որ քաղաքի հանդեպ սերն ու հոգատարությունը սկսվում է սեփական ընտանիքից։ Ես Հասմիկ չէի լինի, եթե իմ գողագիծը, իմ ամուսինը, իմ շատ սիրելի սոսը չլիներ։ Ծնվել է 1942 թվականին Լենինականում, կրթական երկարամյա ուղի անցնելուց հետո աշխատանքային բուռն ընթացքը պիտի սկսվեր։ 1976 թվականին ընդգրկվել է Լենինականի քաղաքային խորհուրդ որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1996 թվականից մարզպետարանի ձևավորումից հետո նշանակվել է որպես Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ։ 2009 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է մարզպետի խորհրդականի պաշտոնը։ 2018 թվականին նշանակվել էր Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ Ու չեք պատկերացնում ես ոնց սիրահարվեցի այդ ոլորտին։ Կբավ խոքիս այն երանգյունու նմանության նման բոլոր կողմերով, բոլոր անկյուններով համընկավ եւ բռնեց։ Իր ստեղծած երանգյունին ապրեցնելու մասին էր, չափավոր, բայց ոչ սահմանափակ։ Ճիշտ այնպես, ինչպես բնորոշ էր Գյումրեցու ուղղամտությանն ու խստապահանջությանը։ Գործը գլուխ բերելու հարցում վարպետ էր Կիրակոսյանը, այդ գործին խառնելով լավատես բնավորությունը։ Ալեհեր լեռների մեջ, հոգնած լեռների մեջ ծվարած ես երգիրը հոգատարության, նվիրումի, սիրո կարիք ունի։ Առավել եւս սիրո կարիք ունի իմ քաղաքը, իմ Գյումրին։ Խնդրում եմ ինձանից հետո ել ավելի առատ Գյումրի սիրողները թող շատանան ու ավելանան։ Հասմիկ Կիրակոսյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի տիտղոսի, իսկ 2007 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալների, իթևս բազմաթիվ պարգևների, առանձնանում է նաև Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսը։ Ապրած տարիների գնահատականը այն նախապայմանն էր, որ Կիրակոսյան Հասմիկ անձի մասին պիտի հիշեցներ ու կենթանություն տար այժմ, երբ սիրելի պատշգամբն առանց նրա է ու առանց նրա է հարազատ քաղաքը։ Թանկարժեք նվերներ չէր սիրում տիկին Կիրակոսյանը, բայց այդ ծաղիկներ մշտապես սիրել է։ Հատկապես ծաղիկներ եմ սիրում։ Եվ ինձ ով ճանաչում է, ով իմ աշխատասենյակը մտել է, ես միշտ ունեմ թարմ ծաղիկներ եւ ինքս ինձ եմ նվիրում այդ ծաղիկները։ Ես ինձ համար եմ առնում այդ ծաղիկները։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։